եթե Հայաստանում ընդդիմությունը կարողանում է կեղծել ընտրություններ, նշանակում է ինքը իշխանություն չունի։ Հայաստանում հնարավոր է բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին նստացնել ու տակից դուրս գալ։ Իր շփման ձևը, հասարակության վրա ներազդման մեթոդը մնացել է վախը, ճնշումը եւ բռնությունը։ Հələ ադրբեջանցիներին ընտրելու իրավունք չի տվել, սպասի։ Դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները բան են, այս իշխանության համար մեծագույն վտանգ են։ Հիմա ինչ էլի Պուտինի վզով են գցելու, որ ինքը կարողանա շարունակի։ Նիկոլը դարել է ադրբեջանական վասալ, բայց մեր հասարակությունը չի դարել ադրբեջանական վասալ։ Բոլոր նախադրյալներով սա արդեն, գիտես, իմ պատկերացմամբ վթարային ռեժիմով պետություն է։ Երբ որ ընդդիմությունը եւ հասարակությունը համատեղ պայքարում են, դա հաստատ արդյունք է ունենում։ Փոխվել է, ինքը ոչ լեգիտիմ է, առաջ ոչ մեկ չէր ասում Նիկոլ դու ընտրված ես։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Պապաջանյանը այս տաղավարում փորձում ենք ամենակարևոր քաղաքական իրադարձությունները վերլուծել, քննարկել։ Մեր աշխատանքը որպեսզի չկորի YouTube-ի անծայրածիր ծովում, խնդրում եմ սկզբից բաժանորդագրվեք, կարող եք մեզ նաեւ մեկնաբանություններ, հարցեր, առարկություններ գրել։ Մենք ուշիոշով ամեն ինչ կարդում ենք, անգամ ասել Ավետիսը իմ շորի հետ կապված գրառումները։ Ողջույն Ավ ջան։ Ողջույն Զառա ջան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Այո, դες բարև ձեզ։ Լեսի, շատ հետաքրքիր sense ինչ որ բանի պաուզայի զգացում ունեմ, հա, ոնց որ ինչ որ մեկը սխմած լինի ու իրադարձությունները կամ դանդաղացրած, կամ կանգնեցրած լինի, բոլորը ինչ որ սպասումի մեջ են։ Անցյալ շաբաթ իհարկե ինչ որ քաղաքական գործընթացներ տեղի ունեցան, օրինակ 7 ընդդիմադիր կուսակցություններ դիմեցին Սահմանադրական դատարան, այս ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։ Բայց ամեն դեպքում գոնե քաղաքից այդ տպավորությունն է, որ sense կյանքը կանգնել է, կամ ամառա, մենք ավել չենք կարող այս շոքին, կամ ոչ հիմա չի կատարվում։ Ես ճիշտ եմ թե սխալ։ Հերթով անցնենք։ Հերթով կարգով։ Այո։ Նախ 7 կուսակցությունների դիմումի հետ կապված։ Դա շատ կարևոր դիմում էր, շատ կարևոր այսպես ասած քաղաքական քայլ էր, ինչի համար, որտեվ 7 մասնակից 7 կուսակցություններ, որոնց ստացած ձայների հանրագումարը մոտավորապես 50% է, ըստ պաշտոնական, նույնիսկ ըստ պաշտոնական, այսպես ասած, արդյունքների ընտրությունների, համարում են, որ ընտրությունները կեղծված է, չէ՞։ Անկախ նրանից բոլորը հիմա կասեն Ես քեզ ավելին ասեմ, 7-ը չեն, իրականում 8-ն են։ Գիտես ինչի, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ բոլոր ընդդիմադիրների ձայները ընտրակաշառքով են ստացված։ Այսինքն ինքը պետք է առաջին հերթին դիմեր Սահմանադրական դատարան կամ ԿԸՀ, ասել եկեք այս ընտրությունները չեղարկենք, մենք բոլորս համարում ենք, որ սա կեղծ ընտրություն է։ Զառա ջան, եթե իր ասածը ճիշտ է, ինքը նշանակում է իշխանություն չունի Հայաստանում։ Եթե Հայաստանում ընդդիմությունը կարողանում է կեղծել ընտրություններ, նշանակում է ինքը իշխանություն չունի։ Ընտրությունների արդարությունը, պահելու պատասխանատվությունը նույնպես իշխանությանն է։ Եթե իշխանությունը չի կարող Նույնպես չէ, միայն իշխանությանն է, նես չի որ ընդդիմադիրները ինչ որ իրավապահ համակարգի սխեմա ունեն։ Դե ունեն բարոյակ, ես նկատի ունեմ ինչ որ բարոյական պատասխանատվություն։ Վերահսկեն, բայց դա որևէ բան չի նշանակում։ Հիմա մեր հետևորդները կասեն, դե պարզ է, չէ, բոլորսը գիտենք, թե Նիկոլ Փաշինյանի նշանակած Սահմանադրական դատարանի անդամները ինչ որոշում են կայացնելու։ Իհարկե մենք բոլորս գիտենք, որ որոշում է կայացվելու Դե լավ, ժամանակի շուտ մի ասա, ենթադրում եմ։ Ես իրավաբան ընկերներ ունեմ, փաստաբաններ, որոնք ասում են Սահմանադրական դատարանը այլ ելք չունի, քան ընտրությունները չեղարկելու։ Լավ։ Ասենք եթե իրավունքի տեսակետից այդ Ադրբեջանը իրավունք չունի։ Զառա ջան, Հայաստանում բոլորս ասում ենք արդարադատություն չկա, չկա արդար դատարան, բոլորը Նիկոլ Փաշինյանի լծի տակ են, բայց բոլորս ինչ որ մտածում ենք, որ պետքա իրավունքը Հայաստանում աշխատի։ Ինչի պետք է իրավունքը աշխատի, եթե բոլորս գիտենք, որ այդ մարդիկ չեն շարժվում իրավունքով։ Ես ուրիշ բանի մասին եմ ասում։ Անկախ նրանից Սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի, մի բան պարզ է, որ
երբ որ քաղաքական ուժերի մեծամասնությունը մենք նկատի չունեմ այն 0.1-2% ստացողները դրանք բան չեն եղանակ չեն ստեղծում մեծամասնությունը 50% ստացած քաղաքական ուժերը բոլորը 7-ով միասին ասում են որ դիմում են սահմանադրական դատարան դա նշանակում է որ քաղաքական դաշտը քաղաքական հանրույթը ճանաչում է ընտրությունները կեղծված դա շատ կարևոր է բացառիկ է որովհետև 1991 թվականից ի վեր սա առաջին դեպքն է որ այսքան շատ դիմումներ են միշտ լինում է 1 կամ 2 ուժի կողմից չէ դիմում սահմանադրական դատարան դու ես մեր մեջից 9 մարդ ասա սա 7 հոգի էլ ոչ մի անգամ դիմաց չի իհարկե խորհրդարանական ընտրությունները արդյունքները վիճարկելու դիմում սենց մասսայական չի եղել բայց նախկինում մի ուրիշ խնդրեմ կար, ոչ թե խնդրեմ կար, մի տարբերություն կար, որ նախկինում երկիրը խորհրդարանական չէր, նախագահական էր, եւ դիմում էին հիմնականում բայց լավ էլի 100 հոգի նախագահի տեխնացու էր ելնում, նես չէ։ Հասկացանք, որ 100 հոգի, բայց դիմում էին հիմնականում, այսպես ասած, հիմնական, առաջատար ուժերը, ում նկատմամբ որ կեղծիքը ամենամեծն է լինում, բայց ես մի ուրիշ բանի մասին եմ ուզում այսօր խոսենք։ Անցած շաբաթ տեղի ունեցավ մի խայտառակ իրադարձություն, որի վրա ինչ որ չափով ուշադրություն սևեռվեց, ինչ որ չափով չէ, բայց դա չգիտեմ, երևի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ամենախայտառակ իրադարձությունն էր, որ տեղի ունեցավ։ Ուրեմն չորեքշաբթի օրը, Զարա, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հարց ու պատասխանի ժամանակ փաստացի Հայաստանը ճանաչեց որպես Ադրբեջանի վասալ պետություն։ Համենայն դեպս իր իշխանությունը ճանաչեց որպես Ադրբեջանի վասալ։ Ոնց դա տեղի ունեցավ։ Ինքը խորհրդանի ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը եկել էր Հայաստան բացատրություն պահանջելու Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այսինքն Հիկմետ Հաջիևը եկել էր Հայաստան եւ Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից պահանջում էր բացատրություն տալ, թե դա ինչպես է եղել, որ Հայաստանում 500,000 եւ ավել մարդ կողմա քվեարկել ընդդիմությանը։ Բայց դու ինչի ես զարմանում, մարդը բաց այդ տեքստով նախընտրական этаպում ասեց, որ եթե ես 65% չունենամ, համադրական մեծամասնություն պատերազմ է լինելու սեպտեմբերին։ Բայց չկա ստուգեն պատրաստ ենք մենք պատերազմի թե ինչ։ Եվ ինքը ինչ էր ասում։ Ասում է մենք արդարացանք, ասացինք պարոն Ալիև, մեծարգո Ալիև, Հիկմետ Հաջիևին իրենք այտենց են բացատրել, նա որ գնան նրան փոխանցի։ Հայաստանում 500,000 մարդ չի ստացել ձեր դեմ։ Դա համարվում է ամբոստացում։ Ադրբեջանցիները համարում են, որ եթե 500,000 մարդ դեմա քվեարկել կամ կողմ չի քվեարկել թուրքահպատակ ադրբեջանահպատակ Նիկոլ Փաշինյանին, դա ամբոստություն է Ադրբեջանի դեմ, պատկերացնում եք։ Բաց այդ ասեց Արցախի դրոշները ստեղ կդնեք խորհրդարանում, սենց կանեմ, նենց կանեմ, ինչի՞ց է զարմացել։ Ասում են պարոն Մեծարգո Ալիև, այտենց այդ մարդիկ գոյություն չունեն։ Չկա, այտենց մարդ չկա։ Կարող ասել է ինձ չեն սիրում, ոչ թե քեզ չեն սիրում, այլ ինձ չեն սիրում, ինձ են դեմ քվեարկել։ Չէ, որ իրանը տենց ասի ուրեմն ես քո փոխարեն կբերեմ կդնեմ ուրիշ մարդու, ում սիրում են եւ ումը հնազանդ կքվեարկեն։ Ասենք օրինակ Արմեն Գրիգորյանին կնշանակեն։ Արմեն Գրիգորյանը շատ լավ տարբեր։ Ասում է, հետո ինչ է ասում։ Ասում է մենք բանին բացատրեցինք, պարոն Մեծարգո Ալիևին բացատրեցինք, որ դա չար Պուտինն է։ Ոնց է ասում արտաքին ուժերը Հայաստանում ընտրակաշարք են բաժանել, առել են այդ ընտրողներին, այդ 500,000 ընտրողներին։ Սրանք է գնացել են պարոն Ալիև, ձեր դեմ քվեարկել են։ Ես ինչ անեմ, այդ չար Պուտինը միջամտեց մեր ընտրություններին, բայց ես այդ հարցը կկարգավորեմ։ Չէ, դու մի դա ողբերգությունն է, խայտառակ ողբերգությունն է, որ պատկերացնում ես երկրի ղեկավար կոչվածը, դե ղեկավար էլ չի, դա արդեն ոչ լեգիտիմ է։ Չէ, որ ես նկատի նույնիսկ ոչ լեգիտիմ ղեկավար չի։ Ինքը ուղղակի նրա նշանակած մարդն է։ Սամվել Կարապետյանն ասում է, չէ, Ադրբեջանի մարզպետ։ Շատ դիպուկ, շատ adekvat բան է, գնահատական է։ Չէ, բայց մարզպետը ամեն դեպքում ինքնուրույնության ինչ-որ մի փոքր գոնե բան ունի, գործոն ունի։ Չէ, չունի։ Մարզպետը գիտես ինքնուրույնության բան կարգավիճակը ինչի չունի, գործոն կամ ոնց որ դու ես ասում։ Որովհետև մարզպետի նշանակողը ցանկացած պահի կարա ազատի։
Հիմա այդ մարդը ասեց, որ պարոն Ալիև, մենք այդ հարցը կլուծենք, Բայց հիմա այս ՍԴ դիմումները ոնց է բացատրելու։ Լավ հլը մի կերպ լղոզեց այդ 500,000-ի ձենը, ասեց Պուտինը փող ա տվել դրա համար, բայց հիմա 7 կուսակցություն ՍԴ է դիմել։ Ես ենթադրում եմ, որ մենակ ՍԴ-ի բացասական որոշմամբ չի ավարտվելու գործընթացը։ Պուտինն է ասեց ՍԴ դիմեք։ Հա։ Փող ա տվել ասել։ Պուտինի վզով են գցելու, որ ինքը կարողանա շարունակել։ Հիմա նայի, իր իդեա ֆիքսը որն է, կամ իր կառավարման մեխանիզմը որն է, որ պարոն Ալիև, ես քեզ հնազանդ եմ։ Տես Արմեն Գրիգորյանը, Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, բոլորս ծնկածալուկ, հեզաճկուն ձեր առաջ խոնարհվում ենք։ Ինչ լավ բառեր է ծնկածալուկ։ Այո։ Բայց մեր երկրում հələ կա Պուտինի բաներ, գործակալներ, որոնք աշխատում են եւ ձեր ռուսաստրուկներ, որոնք աշխատում են եւ ձեր դեմ, եւ մեր դեմ։ Դրանք մեր ընդհանուր թշնամիներն են։ Բայց հիմա ինչ պետք է արվի այդ հարցը։ Ընդհանուր ուժերով պետք է այդ ուժերին չեզոքացնեն, ինչ պետք է անեն, պարշի ինչ պետք է անեն։ Հիմա նայ, ինքը լայնամասշտաբ սպառնում է բոլոր քաղաքական գործիչներին, ընդ որում բացարձակ իրան նեղություն չի տալիս անգամ այդ սպառնալիքների տակ ինչ որ ապացույց դնի, բոլորին պատրաստվում է նստացնի։ Ենթադրենք դա կարողացավ ինչ որ ժամանակ նախ արի մի հատ հետադարձ հայացքով էլի Հայաստանում հնարավոր է բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին նստացնել ու տակից դուրս գալ։ Տենց դեպք եղել է պատմության մեջ էլի նախադեպ կա։ Հայաստանի պատմության մեջ նախադեպ չի եղել, բայց ինձ թվում է աշխարհում տենց դեպքեր շատ կլինեն։ Տես, ինչա իրան պետք։ Երբ որ մենք ասում ենք, հիշում ես դու նախորդ հաղորդման ժամանակ ասում էիր Հայաստանը ռեսուրս չունի բռնապետության։ Չէ, ես էլ ասում էի բռնապետության համար շատ մեծ ռեսուրս պետք էլ չի ունենալ։ Բռնապետերը, տես Հռոմից սկսած, չէ, այդ Հռոմում է այդ բանը պրակտիկան, որ ասել են հասարակությանը պահելու, հնազանդ պահելու համար կամ հանգիստ պահելու համար ինչա պետք, երկու բան, չէ, հաց եւ տեսարաններ։ Եթե մարդը կուշտ է, մեկ էլ զբաղմունք ունի, Արի կոշտի պահը բացենք։ Հիմա նայ, ամեն տարի այս մարդը իր իշխանության օրոք $1 միլիարդ պարտք է վերցրել, ներքին, արտաքին համակցված, հա, $1 միլիարդ 8 տարվա մեջ 8 քանի միլիարդ պարտք է վերցրել։ Ճիշտ է։ Այո։ Ակնհայտ փաստ է։ Ոչ մեկ ուղակի պարտք չի վերցնում, եթե այդ պարտքի պահան անհրաժեշտությունը չկա։ Ընդ որում ունեցել է տնտեսական ցուցանիշների լուրջ աճ, հա, Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազմով պայմանավորված, բայց պարտք ամեն տարի մեկա վերցրել, այսինքն իրան այդ $1 միլիարդ over-ը, ավել փողը պետք է։ Համաձայն ես։ Իհարկե։ Իր ուռճացրած բյուջեին դա անհրաժեշտ է։ Այդ $1 միլիարդը տեղ $1 միլիարդի կարգի գյուղատնտեսության շրջանառությունն է, որը հիմա ինքը բանի հրշեջի ռեժիմով փորձում է ապահովի, հա, ասենք պղպեղի փոխհատուցումն է տալիս, երեք ինձ ասացին, որ վարդերի ջերմոցների աշխատակիցների աշխատավարձը պետությունը մինչև օգոստոս վճարելու է, պատկերացնում ես, բան են տալիս, սուբսիդավորում են այդ բանը, վարկերը գյուղատնտեսական պետությունը սառեցրել է ոնց որ թե 6 ամսով, այսինքն այդ նաև դա է մնում իրանց վրա ուշ թե շուտ մնալու ամեն դեպքում ու առհասարակ այդ շրջանառությունը $1 միլիարդը նորմալ թիվ է էլի 700-ից $1 միլիարդ չէ գյուղատնտեսությունը իսկ դա էլ է մինուս գնում պլյուս գազի խնդիրը, որը ենթադրում եմ, եթե կրկնակի թանգանում է, ենթադրենք կրկնակի է թանգանում, ավել չի թանգանում, այնտեղ իրանք ասում են սահմանին մի գինա, մենք վաճառում ենք այլ գնով, ենթադրենք այդ կարողանում են այդ բանը հանեն, կրկնակի է թանգանում։ Իսկ նաև այդ գազի սուբսիդավորումը իր վրա պետք է վերցնին, որտեղ այս ազգը չի կարա, չէ, գազի սուբսիդավորումը մոռացի։ Ահա, այսինքն այս ազգը ուղղակի սառելու է կամ էլի սկսելու են անտառները կտրել, որ տանը բաները վառարաններով տաքացնեն, ճիշտ է։ Զարաջան Քո ասած բոլորը սա ֆեյք է։ 2 միլիարդ փող է պետք լինելու։ Զարա, այդ ամեն ինչը ֆեյք է։ Այն ինչը որ դու ասեցիր, օրինակ գյուղատնտեսական վարկերի սառեցում կամ, չգիտեմ, փոխհատուցում։ Սա ստենած գյուղատնտեսական վարկերի տոկոսը սուբսիդավորում է պետությունը, այս պահին էլ անում։ Տոկոսը, ոչ այդ գումարը։ Ոչ։ Ավանում են, ասենք ես մարդիկ գիտեմ, որ քեր օգտվում են այդ վարկից, ասենք 14% վարկ ունեն, 14% տարեկան, դրա 10%-ը վճարում է պետությունը։ Զարա ջան, ես ունեմ գյուղատնտեսական վարկ,
որը չի փոխհատուցվում, որը չի սուբսիդավորվում եւ այտենց 100 հազարավոր մարդկանց գյուղատնտեսական վարկերը ոչ փոխհատուցում են, ոչ բանկային համակարգին պիտի փոխհատուցում տա, որպեսզի կոլապս չլինի։ Իհարկե, բանկային համակարգին ինքը փոխհատուցում պետք է մարդուն չէ։ Բանկերի վարկերը պետք է ինչ-որ մի բան, որ այդ բանի, լավ, որ դոլարը 1000 դրամ չդառնա։ Ես քո հետ համաձայն եմ, որ Իրան փող է պետք։ Եթե նախկինում վերցնում էր 1 միլիարդ, հիմա վերցնելու է 1.5 միլիարդ, 2 միլիարդ։ Ես քո հետ ոչ, ինչի չեն տալու։ Առաջինը, գիտես ում են փող տալի։ Ով որ եկամուտ ունի, այո, ով որ վճարունակ է։ Նախկինում իրան վարկ էին տալի, որտեղ Հայաստանի տնտեսությունը վճարունակ էր։ Այսինքն բոլորը տեսնում էին, որ տնտեսության մեջ կա գումար, շրջանառվում է մեծ գումար։ Սպառման շուկա ունի։ Տնտեսությունը սպառման շուկա ունի։ Այո, եկամուտ ունի։ Եկամուտ։ Ոնց որ ցանկացած մարդ, երբ որ գնում է վարկ վերցնելու, ասում են եկամուտներիդ բանը բեր, երաշխիքը բեր, չէ, որ տեսնենք դու վճարունակ ես, եկամուտ ունես, թե չէ, նույն ձևի վարկ են տալի պետություններին։ Իհարկե, Իրան հնարավոր է, որ քաղաքական վարկ տան։ Լավ, մի տարի էլ տվեցին։ Բայց դա չի լինի 1.5 միլիարդ, դա կլինի կոպեկներ։ Օրինակ, Եվրամիությունը ոնց որ ասում են 35 միլիոն եվրո փող օգնություն։ Դու պատկերացնում ես 35 միլիոն, ինքը ժամանակին մեր հետևորդները կհիշեն, երբ որ գնացել էր Եվրոմիությունից վարկ ուզելու առաջին անգամ եւ իրան ասել էին, որ կտանք այտենց մի 20-30 միլիոն, ինքը կատաղած եկավ Հայաստան եւ հայտարարեց, որ եթե ես իմ օլիգարխներին լավ թափ տամ, գրպաններից դրանից անհամեմատ ավելի շատ գումար դուրս կգա։ Հիշում եմ ես այդ։ Հիմա նույն վիճակը հիմա է։ Իրան կարան տան 50 միլիոն, 100 միլիոն, մաքսիմում 200 միլիոն, բայց ոչ միլիարդներ, որովհետև որևէ մեկը իր միլիարդները չի ուզում կորցրած լինի։ Հիմա նայ, ինքը ասում է ընտրությունները կեղծ են, ընդդիմությունն ասում է ընտրությունները կեղծ են, ինքը բերում է հապշտապ այս նախկին խորհրդարանի կազմով ընտրական օրենսգիրքն է փոխում, որը իրավունքը չունի, այսինքն սահմանադրությամբ նախատեսված ընտրելու իրավունքը մարդկանց բանամ, սահմանափակում է։ Ինչի, արի դրան մի հատ բացատրություն տանք, ինչ անում, որովհետև կարող բոլոր մեր հետևորդները տեղյակ չեն։ Այսինքն օրենքը փոխում է, եթե առաջ դու Հայաստանի քաղաքացի էիր, կապ չունի քանի տարի Հայաստանում չէի եղել, կարայիր գայիր եւ ընտրեիր, հիմա ասում է վերջին 6 ամիսը պետք է 6 ամսից ավել ապրած լինես։ Այսինքն մի տարվա կտրվածքով դի 6 ամսից ավել Հայաստանում ապրես, ռեզիդենտի կարգավիճակն է, հա, ամբողջ աշխարհում ընդունված դա տերմին է։ Ինքը բերում է, այսինքն մնացած պարտականությունները չի փոխում քաղաքացու, օրինակ բանակում ծառայելու, նես չի, չէ, որ եթե 18 տարեկան լրացած քաղաքացին մի քանի տարի Հայաստանում չի ապրում, ինքը բանակում ծառայելու պարտականությունից ազատվում է, չէ՞, ենթադրվում է, որ դա տենց պետք է լինի։ Մի որտեղ իրավունքներ, այնտեղ պարտականություններ, դրանք պիտի համարժեք լինեն։ Դու չես կարա միայն իրավունքը սահմանափակես, ընդ որում մի իրավունքը, ընդ որում անհասկանալի ցուցանիշներով, իսկ պարտականությունները թողնես նույն ծավալում, ասես չպետք է գաս մեկա բանակում ծառայես։ Հիմա այս մարդը բերում է այս նախորդ խորհրդան, մեռնող խորհրդարանի, հա, որն է Վարդեն բանա, իրանք բոլորը բաներ արցակուրտների մեջ են ու բոլորը ամառային դրամատրության մեջ են, բերում արանք այդ օրենք անցկացնի, օրենքի խախտումով։ Ընտրությունները չի չեղարկում, խի չի չեղարկում։ Զառա, բոլորը խոսում են ընտրությունները չեղարկելու մասին։ Նաև ընդդիմության պահանջներից մեկն է, չէ՞։ Օրինակ, ես մտածում եմ, որ ինչ է տալու ընտրությունների չեղարկումը Հայաստանում։ Ինքը նույնիսկ ես վախենում եմ, որ ինքը կարա ընտրությունները չեղարկի։ Հիմա դուք ասես, բայց դա հնարավորություն է ստեղծում նոր ընտրությունների միջոցով ավելի արդար, չէ, մարդիկ ավելի արդար չէ, պարզավոր ինքը էլի ավելի շատ է կեղծելու, ընդդիմությունը ավելի շատ է հալածվելու եւ այլն, բայց այստեղ չեղարկման սկզբնաղբյուրն է կարեւոր։ Եթե չեղարկման հիմք է ընդունվում ընդդիմադիր կուսակցությունների բողոքարկումը այս ընտրությունների արդյունքների, ոնց որ հանրության մեջ շանս է առաջանում, որ չկարողացավ Նիկոլը այսքան կեղծիկով մարսի, ես էլ քո հետ համաձայն չեմ։ Կարանք էլ, չգիտեմ, այն թափանցիկ ծրար, չգիտեմ, բան, հա, պարտադրված ընտրություն չանենք։ Զառա, հոգեբանական պահ։ Եթե ինքը
Հիմա մենք ֆիքսել ենք, արդեն ֆիքսել ենք, որ այդ մարդը վասալային կախվածություն ունի Ադրբեջանից եւ նրա բոլոր գործողությունները թելադրվում են Ադրբեջանից, Ալիևի կողմից։ Ինքը Ալիևի մարզպետն է եւ կատարում է Ալիևի հրահանգները։ Հələ ադրբեջանցիներին ընտրելու իրավունք չի տվել, Հələ չի տվել, դրան էլ կհասնենք։ Բայց եթե ինքը ընտրությունները չեղարկում է, իսկ ինքը դա նշանակում է, որ կատարում է Ալիևի կամքը։ Առանց Ալիևի թույլտվության կամ հանձնարարության ինքը չի կարա։ Իսկ ինչի պետք է Ալիևը թույլ տա, որ ընտրությունները չեղարկվեն։ Որտեւ Ալիևը ուզում է հայ ժողովրդի հետ խաղաղության պայմանագիր կնքի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Հայ ժողովուրդ լինելու համար պիտի բացարձակ համայնական մեծապաշտություն ունենաս։ Ոչ։ Եթե ինքը ընտրությունները չեղարկի, դա նշանակում է, որ ինքը արգելելու է Հայաստան դաշինքին, ուժեղ Հայաստանին եւ Բարգավաճ Հայաստանին ուղղակի մասնակցել ընտրություններին։ Ուղղակի արգելելու է։ Եվ ոչ միայն նրանց է արգելելու, հիմա դուք գիտեք, որ երկու իրավական մեխանիզմ կա չեղարկում ու վերաքվեարկություն։ Այս համայնական դատանը կարա երկու որոշում ընդունի, այսինքն մնում են նույն քվեաթերթիկները, նույն մասնակցող ուժերը, որովհետեւ նոր բան չի տեղի ունենում, նույնիսկ քարոզարշավ չի տեղի ունենում որպես այդպեսին, ու նույն սաստավով կազմով քվեարկում են ու կարա առհասարակ չեղարկի այդ դեպքում նորից քարոզարշավ, նորից առաջադրում եւ այլն, այս մեխանիզմը։ Ես մտածում եմ, որ եթե գնանք այդ լոգիկայով, որ ինքը ասում է, թե 500,000 մարդ կաշառվել է Հայաստանում, ուրեմն պետքա լինի նոր ընտրություն, նոր մասնակիցներով, այսինքն այն ուժերը, որոնք զբաղված են եղել կաշառելով մարդկանց, այդ ուժերին ինքը պետքա արգելի, այսինքն Ալիևը ասելու է, ինչի ինքը թողեց, որ ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Վլադիմիր Վլադիմիրիչը բաց տեքստով ասաց, պիտի թողնես, դրա համար էլ թողեց։ Ինքը մենք նախորդ մեր հաղորդման ժամանակ ասել ենք, ինքը մտածում էր, որ ինքը ռուսներին կկանգնացնի փաստի առաջ եւ կգնա իրանց հետ, կբարիշի, կպայմանավորվի եւ կասի Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստանը աշխատում են ընդդիմություն Վլադիմիր Վլադիմիրովիչ, դրանք ձեր հետ բարեկամության կողմնակիցներն են, ես աշխատում եմ Արևմուտքի համար։ Հիմա, քանի որ ինքը այլևս Վլադիմիր Վլադիմիրիչի առաջ որևէ պարտավորություն չունի, ինքը Բայց ուզում ես մի հատ նոր ինսայթ պատմեմ։ Չէ, մի հատ ասեմ, նորը կասես ինսայթը։ Քանի որ ինքը այլևս իր առաջ որևէ պարտավորություն չունի, ինքը կարա շատ մտածում է, որ կարա շատ հանգիստ թույլ չտա հայ-ռուսական հարաբերությունները նորմալացնելու կամ գոնե բարեկամության մեջ պահելու կողմնակից ուժերին թողի մասնակցել ընտրություններին։ Ինքը կասի, սրանից հետո Հայաստանում ես նախորոք ես որոշելու եմ, որ ուժերը իրավունք ունեն մասնակցելու, ինչ է ծիծաղում։ Իրանում այտենց սպիտակ ցանկերի բան կլինի, այո, սկզբունքը կլինի։ Իհարկե, կասի ես որոշում եմ նախորոք Կարանի, բացարձակ չեմ բանան։ Եվ այդ դեպքում ուրախանալ, որ նոր ընտրություններ է լինելու, ինձ թվում է իմաստ չունի։ Հիմա նայ։ Ասած ինսայդդ։ Ահա, մի քանի ինսայդ պատմեմ անցյալ շաբաթվա իմ շփումներից, հա։ Նախ ամբողջ թիմին համոզել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը, այսինքն սեպտեմբերի առաջին կեսում, ինքը գնալու է Մոսկվա ու գալու է համաձայնության, հիշում ես անցյալ հաղորդման ժամանակ մենք այդ քննարկում էինք, որ ինքը փորձելու է այդ բանը, հիմա համոզել է։ Ընդ որում, բան հենց այդ ուղղվածությամբ, որ տնտեսական հարցը կլուծվի, մի անհանգստացեք։ Երկրորդ ուրեմն Արևմտյան իր հովանավորների կողմից ճնշումների արդյունքում որոշվել է, որ առաջինի պիտի գնան Բրյուսել, այնտեղ ոնց որ թե ներկան ստանա, հետո արդեն կարող է Վաշինգտոն գնա, կարող է չգնա, բայց հետո նոր Մոսկվա, էլի Մոսկվան չի կարա ավելի շուտ լինի, քան Արևմտյան այդ բանը ֆորմատը։ Եվ հետագա բան գործընթացների որպես պլան ներկայացրել է ինչը դատական համակարգի բարեփոխում է, այսպես կոչեցալ, որովհետև չգիտեմ դու նկատել ես թե չէ, մենք այսքան դժգոհ ենք մեր դատական համակարգից, բայց այդ լրիվ կարած քրեական գործերը ինչ որ մի этапում փլվում են, հա, արդյոք իհարկե անարդար երկար նստում են, նախնական կալանքի ֆորմատի մեջ են նստում, կարող է նույնիսկ առաջին ատյանը այդ դատավճռի բանը տա, հա, այդ պեչատա դնի ոնց որ կնքի, բայց ամեն դեպքում ինչ որ մի ատյանում հետո դրանք փլվում են։ Հիմա Իրան այդ իրավիճակը շատ տհաճ է։
որոշել է այս տղեն, որ ամբողջ դատական համակարգը պետք է բարեփոխի, բերի հասցնի կլասիկ բռնապետության համակարգին, որտեղ իշխանության ցանկությունը վերջնական է, բոլոր աջանների կողմից հաստատման ենթակա է, առանց բացառությունների։ Հիմա այս ֆորմատի մեջ առաջին գործընթացը ոնց որ դատանների դիմաց է։ Այս օրենքի սպրդումը, այս նոր ընտրության սպրդումը շատ հետաքրքիր բաներ է տալիս, վարկածների հիմք է տալիս։ Ուրեմն մի վարկածով իրանք նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններին, որը 2 տարուց է։ Հասկանում ես, իբր կարող է գան Երևանում էլ բան ընտրեն, էլի, ընդդիմադիր քաղաքապետ ընտրեն, ինչ են կանելու, Նիկոլին հələ կընտրեն, բա ով է գնալու Ավինյանին ընտրի։ Այս ֆորմատի մեջ։ Մյուս վարկածով այդ քո ասած նոր ընտրություններ նշանակելն է, բայց իրա պատուհանը նոր ընտրություններ նշանակելու էս 2 ամիսն են։ Դե բնական է, եթե Այսինքն ինքը չկարա 6 ամիս հետո ասի, չէ, всё-таки կեղծեր ընտրությունները, եկեք նորից ընտրություն անենք։ Իհարկե, պարզ է, որ եթե ինքը ընտրությունները մտածում է չեղարկել եւ նոր ընտրություններ նշանակել, որպիսի ընդհանրապես Մաքուր դաշտում գնա ընտրության։ որևէ վերահսկելի, լիովին վերահսկելի ընդդիմություն ունենա, պարզ է, որ հա, պետքա օգտվի այդ հնարավորությունից սահմանադրական դատարան դիմելու եւ այտենց չեղարկի Բայց չի դիմել է, ինքը փոխել է, ավարտվել է, ավարտվել է։ Ինքը չէ, 7 ուժեր մի հատ դիմել 7 ուժերը դիմել են, 7-ն էլ ընդդիմադիր են, նրանց մեջից ով է իր գործակալը ըստ քեզ։ Հա ոչ մեկ, բայց Բայց ինչ ինքը կապ կարա ունի։ ընդդիմադիր ուժերի դիմումի Հիման վրա չերալ ճանաչի եւ նրանց մի մասին չթողի մասնակցել ընտրություններին։ Իհարկե կարող է։ Շատ հնարավոր է։ Պատկերացնես իրենք այնքան վստահ են եղել, որ համադրական մեծամասնություն են ունենալու, որ որոշած են եղել, որ Ավինյանին փոխելու է պետք, շատ արագի մեջ, որ ընտրությունները կրում են օգոստոսին խորհրդարանը ձևավորվում է, հոկտեմբեր, նոյեմբեր արտահերթ ընտրություններ են անում, բան քաղաքապետանում, նոր քաղաքապետ են նշանակում։ Այդքան ինքնավստահ են եղել ու սենց այն որ ասում է խոփը քարին է հաս, բան արել։ Կարա ինչ-որ բան փոխվի, կտրուկ փոխվի ու իրանց ասպասելի, էլի, չէ։ Տես, Հայաստանում այլևս խոսել ընտրության մասին մի քիչ միամտություն ալնելու, որովհետև ինքը եթե չէ, ինքը մնացել է իշխանության ու հələ մենք չենք տեսնում իրան հեռացնելու որևէ ռեալ մեխանիզմ։ Մարդիկ հա, ես կոմենտները կարդում եմ եւ կա տենց ապաթիա, չէ, որ Իսկ բայց ես նես ողջավորված եմ, քո մոտ չկա այդ ողջավորությունը։ Ես ուրիշ բան եմ ասում, ես միշտ ասել եմ, որ մարդը եթե հասարակությունը հանձնվելու իրավունք չունի, ես դա միշտ ասել եմ։ Հիմա ինչ Բայց ի՞նչ է փոխվել 21 թվականից հետո անհամեմատ ավելի շահեկան կարգավիճակում անդիմությունը հիմա։ Ավելի շատ ձայներ է ստացել, ավելի տեսանելի ու ակնհայտ կեղծիքներ են եղել ու ավելի մեծ ծավալով, այսինքն այս ընտրությունը առհասարակ լեգիտիմ չի որևիցե ցուցանիշով, բոլոր պարամետրերով բարելավվել է վիճակը։ Միակ բանը մեր հույսերն էր, որ ինքը ընտրությամբ կգնա, պարզա որ ընտրությամբ չի գնալու։ Էդ էր։ Բոլոր մարդիկ, նաև իմ շրջապատում մարդիկ ինձ ասում են, բա որ ասում էինք, որ ընտրություններով ոչ մի բան չի փոխվի, իրանց թվում է, թե դա մեծագույն հայտնագործություն է։ Բայց փոխվել է, ինքը ոչ լեգիտիմ է, առաջ ոչ մեկ չէր ասում Նիկոլ դու ընտրված չես։ Հիմա մենք երկրորդ Զարա ջան, մեծ հաշվով դա կարող է սրթովանք է, բայց ոչ այտենց ռեալ մեծ սրթովանք կամ մեծ սփոփանք է մարդկանց համար։ Համաձայն չես, որ դա հանրային կարծիք է, որը նաև իրան ինչ-որ բաների լիազորության ու չլիազորության մասին է խոսում։ Զարա, Այդպես չի կարողանալու ապրել ոնց առաջ։ Հիմա ավելի մեծ բռնապետության մեջ ենք հայտնվել։ Պետք է ֆիքսենք, որ այն Հայաստանը, որը կար հունիսի 7-ից առաջ, հիմա այլևս չկա։ Հիմա ավելի բռնապետական, ավելի անօրինական, ապօրինի ռեժիմ է։ Որով համաձայն եմ։ Նայ։ Եվ այդ ռեժիմը այլևս կարիք չունի սրտիկ ցույց տալու, հասարակության կեղծավորություն անելու։ Իր շփման ձևը, հասարակության վրա ներազդման մեթոդը մնացել է վախը, ճնշումը եւ բռնությունը։ Այո։ Այսինքն ինքը մտել է դասական բռնապետության դերի մեջ։
Հիմա հարցը առաջ եւ այդ պայմաններում տես օրինակ ինքը Հարթանուց ինչի է ի վիճակի այդ պայմաններում։ ինքը հիմա մի բան էլ է անելու, դու իսկ խոսում ես Երևանի քաղաքապետի ընտրություններից, ես վստահ եմ, որ իր առաջի քայլերից մեկը լինելու է Գյումրիի ընտրությունները Այդ ասել է, հայտարարել է, Ինչի համար? հայտարարել։ Ինչի համար, որտեվ Հայաստանում Գյումրին միակ տեղն է, որտեղ կա հասարակության կողմից ընտրված քաղաքական ուժ, քաղաքական իշխանություն, կոալիցիա կա, քաղաքային, բայց նաև քաղաքական, որտեվ քաղաքական ուժերի Հալավ դա բոլորին նստացրել է, հիմա դա տենց հրատապ գործ չի, Ոչ, սպանի շատ ես չէի հրատապ մտնի է, դրա շատ հրատապ է, ինչի համար, որտեվ Հայաստանում կա մի տեղ, որտեղ բռնապետի կամքը արհամարված է եւ առաջնային է ժողովրդի կամքը։ Հիմա ինքը պետքա ասի, ցույց տա, որ նույնիսկ այդ օջախը վեզ վերացրել են։ Սրանից հետո ինքը կեղծելով ընտրությունները իրան հրճակեց իշխանության ցմահ եւ հավերժական տեր։ Համաձայն ես։ Չէ։ Այո։ Ինքը կարա ամեն ինչ իրան հրճակի, բայց ես կարծում եմ, որ շատ փոքր ռեսուրս ունի ինքը։ Ինչ այդ նույն Գյումրիի համար ինքը պետքա նորմալ կազմակերպչական աշխատանք տանի։ Դա հեշտ չի լինելու գնալ Գյումրիում տես նկարչություն անել, էլի։ Զարա, սրանից հետո այլևս ես քեզ բացատրում եմ, դու նորից ասում ես, ինքը չի թողելու ոչ հաճելի հանրային աջակցություն ունեցող մարդկանց մասնակցել ընտրություններին։ Լավ, հարց։ Ինքը ասելու է, ես նշանակում եմ 3-4 կուսակցություն, դուք այս 4-ի մեջ Մասնակցի Մենյան Շիրինյանը։ Այո, ինքը Սիմպո տղա է, ժողովրդավար, արևմտամետ։ Ես կորոշեմ, որ այլևս գործակալներ, դե տենց ապուշ հիմնավորումներով, էլի գործակալ, չգիտեմ, արտաքին աջակցություն, ֆինանսավորում, չգիտեմ, sense բառակույտեր։ Կարևոր չի։ Հիմա նայ ակնհայտ է տնտեսական խնդիրները շարունակվելու են չի ավարտվելու ես չեմ կարծում էլի որ մի օր Ռուսաստանի Դաշնությունը վերակենալու ասելու լավ բերեք ինչ ապրանք ունեք այդտեղ դուք բացում եք սահմանը Այսինքն խոսած սեպտեմբերի 15-ը ֆեյք է Ահա եթե անգամ գնա եթե անգամ խնդրի կարծում եմ պատասխանը այսպեսին է լինելու մենք քեզ խնդրեցինք արդար ընտրությունները անցկացնել հնարավորություն տալ բոլոր քաղաքական ուժերին ներկայացություն ունենալ այդ ընտրությունների արդյունքում որոշել երկրի կարգավիճակը դու այդ խնդրանքը շանտեղ չդրեցիր տղա ջան գնացիր նկարեցիր քո համար թիվ կրակեցիր հետո հաջորդը ասել են ԵԱՏՄ բան Եվրոպա ընտրության առաջ ես կանգնած խնդրում ենք հիշում ես ասում էինք հանրաքվե անցկացրու բեր հանրաքվեի այդ հարցը չես անցկացնում հանրաքվեն այլ պատճառաբանություններով այդ դեպքում ոչ զանգի ոչ գրի ոչ մեր մասին հիշի մոռացի գնային կոմի վրա ինչ ուզում ես վաճառ ընդ որում շատ լավ փաստարկ են բերում հա ասում են մենք չենք պատրաստում ֆինանսավորել քո Եվրոպա բանը շարժը հա ու ճիշտ են ասում գլոբալ գազի գնի մասին արդեն ծանուցում են տվել որ պատրաստում են վերանայեն ենթադրում եմ մյուս ջեռուցման սեզոնին արդեն այլ գնով է լինելու այս բոլոր նախադրյալները պլյուս քաղաքական ուժերի բոլոր առաջնորդներին, գլխավոր դեմքերին, ասենք Դավիթ Ղազինյանին կալանավորել, դու հասկանում ես, իմ տեսած ամենաաբսուրդ բանն է, գործն է երևի, էլի։ Զարա, հարյուրավոր այտենց աբսուրդ գործերով 1500 մարդու կարգի հիմա ունենք քաղաքական հետապնդումների տակ։ Մի մասը կալանավորված են, մի մասը ազատության մեջ են, Մի մասը տնային կալանքի մեջ են, մի մասը վարչական սահմանափակման մեջ են։ Բոլորի վրա ինչ որ բան կա, հազարավոր մարդիկ են արդեն։ Այսինքն ինքը այդ բոլոր նախադրյալներով սա արդեն, գիտես, իմ պատկերացմամբ վթարային ռեժիմով պետություն է։ Այն չի ինչ որ 21-ից հետո էր, էլի 21-ից հետո Ռոբերտ Քոչարյանը սիրով հրաժարվեց մանդատից, չգնաց ազգային ժողով իրանց համար խնդիր ու խոչընդոտ չառաջացրեց մի բան էլ ավելի երկրից երկար ժամանակ բացակայում էր։ Պատգամավորներն էլ 1-2-3 ծեծ ուտելուց հետո ոնց որ թե արդեն էլ գլուխ էլ չէին դնում, հա, ինչ կարում էին անում էին, բայց դե բացի մի քանի շարժումներից, որոնք մեծ սպառնալիք չէին ենթադրում Նիկոլի իշխանության համար, որովհետեւ գործընթաց երկրում չկար։ Հիմա այս վթարային ռեժիմով երբ որ դու փողի խնդիր ունես մեր ասած բարդքը կա բանի արտաքին աջակցության խնդիր ունես որովհետև քանի դեռ քո միակ աջակիցը Ալիևն է ինքն էլ կարա հարցակվի կարա մի օր ասի չեմ աջակցում այսօրվա ինձ հարցակվում է մերեք աջակցում է այսօր հարցակվում եվրոպացիների վրա հույս դնելը մի տեսակ մանկամտություն է գոնե բոլոր այն օրինակների հիման վրա որ մենք տեսել ենք սկսած Ուկրաինայից վերջացրած
չգիտեմ, աֆրիկական երկրներով, այս վթարային sense բան այրվող պետության մեջ ինքը ո՞նց է կարողանալու սահմանադրություն փոխի, ո՞նց է կարողանալու իր անվտանգությունը ապահովի ֆիզիկապես, ո՞նց է կարողանալու դատական համակարգով, թե իրավապահ համակարգով ընդդիմադիր բողոքների ակցիաները խեղդի բնի մեջ, որովհետև դու հասկանում ես, ինչքան առիթ է լինելու փողոց դուրս գալու։ Եթե առաջ մի հատ կիրանց էր, որը, ասենք, չգիտեմ, ոչ մեկ չէր եղել այդ կիրանցում, չգիտենք նույնիսկ տեղը, հիմա լինելու է ամեն շաբաթ նոր առիթ։ Զարա, նորից ես ուզում եմ այդ քո ասածը բոլորը ընդունելով հանդերձ, ես ուզում եմ վերադառնամ այդ մեր հետևորդների այն տրամադրություններին, որ ասում են այդ մոտարապես sense շեֆ всё пропало։ Շեֆ ամեն ինչ կորել է։ Ես այտենց չեմ համարում։ Всё только начинается։ Ես այտենց չեմ համարում։ Ես միշտ ասել եմ, որ դիմադրությունը, հանրային դիմադրությունը երբեք չի անարդյունավետ չի լինում։ Այո։ Հիմա ստեղծվել է անհամեմատ ավելի լավ իրավիճակ, ավելի նպաստավոր իրավիճակ։ Ինչի համար։ Օրինակ, եթե ես լինեի ընդդիմության փոխարեն, ինչ կանեի։ Աշնանը կսկսեի ես ինքս Ես էլ եմ այդ նույն բանը մտածել։ Ինչ, ստորագրահավաք։ Չէ, ուրիշ բան։ Ես կսպասեի մի հատ առաջին տնտեսականը միջև վերջ գնար, այս որովհետև բերքը sense տնես լինելու է միջև հոկտեմբեր։ Okay, ստորագրահավաք ինչ մասին։ Հիմա, եթե դու հիշում ես 2024 թվականին այսպես կոչված Եվրոպամետ կամ արևմտամետ ուժերը, Արամ Սարգսյան, Հավերեցին ազգային ժողով, Եվրոպա գնալու բան, ինչ օրոք էր կոչվում։ Հա, գործընթաց սկսելու, ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծ, որը Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով, իր խմբակցությունը մեծ սիրով ընդունեց եւ դա ներկայացրեց իբրև հայ ժողովրդի կարծիք։ Հիմա Հայաստանի ընդդիմությունը որը այսօրվա գործող ընդդիմությունը, որը կողմա Ռուսաստանի հետ հարաբերությունները պահելու, զարգացնելու, վերականգնելու ես կասեի իրավիճակում արդեն։ Կարա չէ, նույն ձևով 50,000 ստորագրություն հավաքի եւ ազգային ժողով օրենքի նախագիծ մտցնի, ըստ որի բերեք հանրաքվե անենք ի վերջո Հայաստանը ուզում է մնալ։ Այո, բան ԵԱՏՄ Եվրոպա ընտրության հարաբերյալ։ Այո։ Եթե ազգային ժողովը մերժի այդ 50,000-ին, հնարավոր է որ մերժի, որովհետև իրանք մեծամասնություն ունեն։ Այդ դեպքում կա հանրաքվեի մասին օրենքով կա հնարավորություն հավաքել 300,000 ստորագրություն, իսկ քանի որ ընդդիմությունը ստացել է 500,000 բան, ձայն, իսկ այդ 300,000-ից հետո արդեն միանգամից դրվում է հանրաքվեի։ Այո, իմպերատիվ ձևով 300,000 Դու գիտես չէ՞ որ ինքը պատրաստում է համադրությունը այդ սխեմայով անցկացնի։ Ադրբեջանի պահանջովը գրվող այդ համադրությունը պատրաստում է, քանի որ ազգային ժողովը մեծամասնություն չունի համադրական, որպեսզի համադրական հանրաքվե նշանակի, պատրաստում է այդ նույն փողոցով 50,000, հետո 300,000 ու դնի հանրաքվեի։ Հետո էլ դեպարտա չէ հանրաքվեն ոնց է նկարելու։ Դե ես էլ առաջարկում եմ, որ ընդդիմությունը դրան կոնտրքայլանի, այսպես ասած, եւ հանրաքվեի դրվի Հայաստանի մնալ չմնալու հարցը։ Ի վերջո թող հայ ժողովուրդը ինքը որոշի իր ճակատագիրը։ Ինքը հայ ժողովուրդը արդեն որոշել է, Ավետիս ջան։ Որոշել է, հունիսի 7-ին որոշել է, Նիկոլը չի ստացել մայրամասնություն, որ ինքը դրել է, նկարել է, որ ինքը բան արել, խախտումներով ու բաներով, ճնշումներով ստացել է այս թիվը դրանից բան է փոխվում։ Հայ ժողովուրդը ինչ կարա արդեն արել է, էլի։ Զարա, դե հիմա գիտես մենք ընդունում ենք որ ինքը կեղծել է ենթադրենք բայց որպես քաղաքական որպեսի քաղաքական process գեներացվի այդ համաձայն եմ միանշանակ արդյոք դրա համար պետքա ինչ որ միջոցառումներ անեն որպեսի հասարակությունը ցույց տա որ ինքը դիմադրում է բռնապետությանը ինչ որ բաներ է պետք անել Օրենքը ասում է մենակ մի տարի հետո արդեն հնարավոր է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ անել այսինքն թե օգոստոսի 2-ին ինքը ինչ որ կերպ ընտրվում ազգային ժողովում վարչապետ հաջորդ տարի 2027 թվականի օգոստոսի 2-ից հետո կարելի է արդեն իմպիչմենտի գործընթաց սկսել այդ նույն քո ասած բանը ստորագրությունները բանը մենք կարող է ավելի ճիշտ է տեղափոխել 27 թվականին որտեղ նաև իրավական մեխանիզմներ կլինի Իրանից ձերբազատվելու նույն փողոցի չգիտեմ հանրային
ճնշման, թեկուս ինչ որ հա բողոքի ակցիաների բանի արդյունքում հնարավոր լինի նաև ԿՊ-ից մի քանի падգամավոր, այնտեղ ոնց որ շատ չի էլի 55 հոգի են, հա պետք 53 հոգի 53 12 падգամավոր է պետք 12, ասենք թիվ չի էլի 12 հոգի կարելի է ինչ որ ձև այդ փողոցի ճնշման արդյունքում ստանալ։ Կարող է արժի թողնել նախ այս ժողովրդի դանակը ոսկորին հասնի, հա, այդ նույն տնտեսական սանկցիաների, գազի, մազի եւ այլն ցուցանիշներով։ Եվ երկրորդ նաեւ որպեսզի իրավական մեխանիզմներ լինի, որտեղ այդ քո ասած հանրակրվեով ընդհանրապես Նիկոլին սահմանափակելու են այդ շատ ջերմերանտ Եվրոպա մեծ գործողությունները, էլի։ Նախ սկսենք նրանից, որ իշխանության առումով ինչ չի սահմանափակվում։ Իրականում եթե դու աշնանը սկսում ես մի հատ process, մի տարի էլ տևելու է։ Մի տարի տևելու է դա, այո։ Մի տարի կամ գուցե մի քիչ ավելի քիչ, բայց հաստատ գալու է հասնելու է այն ժամկետը, երբ որ հնարավոր է իրան անվստահություն հայտնել, որովհետև սկզբից պետք է 50,000 ստորագրություն հավաքես, հետո Ոնդեղ գիտես, ժամկետներ կա 4 ամիս տրվում է, ասենք այո, հավաքելու եւ այլն։ Դա օրենքով այդ հանրակրվեի մասին օրենքով կարգավորվում է, եւ երկրորդը, երբ որ դու հավաքում ես 300,000 ստորագրություն, պատկերացնում ես դա ինչ հանրային էֆեկտ է, դա ցույց է տալի, ես էլի եմ ասում, մեր հասարակությունը պետք է ինքը ցույց տա, որ Նիկոլը դարել է ադրբեջանական վասալ, բայց մեր հասարակությունը չի դարել ադրբեջանական վասալ, մեր հասարակությունը ըմբոստացել է, ըմբոստ է, եւ ինքը չի ընդունում այդ բանը, ադրբեջանական տիրապետությունը։ Երբ որ դու ասում ես, որ Ալիևը ուզում է հայ հասարակության հետ բան կնքի, չէ՞։ Դա ուրիշ բան է, դու ուզում ես ասես, որ Ալիևը ուզում է, որ հայ ժողովրդին ինքը, հայ ժողովրդին դաստիարակի, որ հեսա Արևմտյան Ադրբեջանն է, ստորացնի, ասի հայ ժողովուրդ, դե գնացեք վախի ազդեցության տակ, պատերազմ չսկսվելու վախի ազդեցության տակ, գնացեք եւ հրաժարվեք ձեր ինքնիշխանությունից։ Գնացեք հրաժարվեք ձեր ինքնությունից, դու ինքնիշխանություն ես ասում, ինքնությունից։ Ես ինքնությունը հələ կարող է ինչ-որ մի ձևի մարդը ասի, ես տունը չհասկացանք, ես այնպես չի, որ ես մեր տունը, որ նստում եմ խոհանոցում, միշտ էլ ասում եմ, որ ես հայ եմ։ Բա ես երեխեք Բայց փողոցում բարձր չեմ ասում։ Բա փողոցում չեմ կարող ասեմ, դե փողոցում ասեմ կարող է Ալիևը ջղայնանա, բայց տունը մենք միշտ էլ հայերեն ենք խոսում։ Ես երեխեն այն օրը թորս ծնվել է, հայկական անուն ենք դրել վրան։ Բան չենք կարել, ասենք սայի չենք դրել կամ ալի չենք դրել, բան չենք կարել, չէ՞ ախպեր, մենք մեր ընտանիքով դեմ ենք բանին, թուրքացմանը։ Ճիշտ է, գնացել ենք, բան ենք արել, հա, բայց պատերազմ լներ, Ադրբեջանը գար երեխեքին կոտորեր, բան, բայց գնացել ենք Արելևի սահմանադրությանը կողմ ենք քվեարկել, բայց տունը մենք մեզի շատ էլ նորմալ հայ ենք պահում։ Խոզի միս էլ ուտում եք։ Խոզի միս էլ ուտում ենք, հա։ Երբ որ դու ասում էիր, որ ինքը փոխում է նաև ընտրական օրենսգիրքը եւ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք դրսում են ապրում, ինչի է դա անում, որովհետեւ ինքը մտածում է, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդկանց վրա այլևս ունի բռնություն կիրառելու հնարավորություն, իրավունք չունի, հնարավորություն ունի, դրսում ապրողների նկատմամբ Չի կարելի դժվար է լինելու։ Հա, բոլորը չի զվարթնոցով են որ գալիս ընտրության մասնակցելու։ Չէ, նույնիսկ զվարթնոցով գալու դեպքում բոլորին չես բռնելու, ունտեղ ծեծես, կալանավորես, ձերբակալես։ Վարժակ զինվորական հավաքների ուղղակի։ Հա, մեջը կանայք կան, տարեցներ կան եւ այլն։ Այդքան մարդու հնարավոր չի վախի մեջ պահել։ Ինքը մտածում է, որ Հայաստանում ապրողներին ինքը կարա վախ ներշնչի, պատերազմալնելու ձ։ Չկարողացավ, փաստացի չկարողացավ։ Դե մտածում եմ, որ ընթացքում կանի, զառա կանի։ Ինչ պետք է ուղիղ եթերում սկսի անհամաձայններին ուտել, ավելի քան արել է, հնարավոր չի անել, էլի։ Մյուս դրվագում պետք է դիմացիներին հերթով կտրտի ուտի։ Մեր ժողովուրդը տես ի տարբերություն օրինակ ուկրաինացիների, ի տարբերություն մոլդովացիների, որոնց սփյուռքը պրոարևմտյանը, այսպես ասած։ Լավ, իրանք որպես այդպեսին սփյուռք էլ չունեն։ Մեր սփյուռքը անհամեմատ ավելի մեծ է։ Չէ, այնտեղ ապրող քաղաքացիները։ Ահա։ Տես Մոլդովայում ընտրությունները ոնց կեղծեցին։ Դրսով։ Որովհետև դրսում ապրող մոլդովացիները, Մոլդովայի քաղաքացիները, դե նաև հնարավոր է որ քվեարկեցին, որովհետև քվեարկեցին, այսպես ասած, որ իրանք հնարավորություն ունենան Եվրոպայում մնալ եւ աշխատեն, չէ՞։ Հայաստանի քաղաքացիները դրսում ապրող
իրանք հասկանում են, որ սա Հայաստանի եվրոպականացում չի, սա Հայաստանի թրքացում է։ Ու քանի որ բոլորի համար դա պարզ է, որ սա եվրոպականացում չի, բոլորը Տիգրան Խզմալյան բան չեն, Արամ Սարգսյան չեն, որ ժողովրդին նստեն ունիկալ պերսոնաժներ են։ հա, որ նստեն եթերում մարդկանց խափեն, ասեն մենք գնում ենք Եվրոպա կամ չգիտեմ Բրյուսել։ Հա, հեսա ուր որ է եվրոպական դրա համար Հայաստանի քաղաքացիները, դրսում ապրող Հայաստանի քաղաքացիները բան են, այս իշխանության համար մեծագույն վտանգ են։ Ես ուզում եմ ամփոփենք այսօրվա հաղորդումը հետևյալ մտքով, որ ի տարբերություն 21 թվականի հիմա բացարձակ այլ իրավիճակ է, բացարձակ այլ մեխանիզմներ են կիրառվել եւ իշխանության կողմից եւ բացարձակ այլ կարգավիճակում է հայտնվել ընդդիմությունը, որ եթե 21-ին բավարար էր Սյունիքում կանգնել մի հատ մուրճ թափ տալ ու դրանով մարդկանց սպառնալ ու համոզել, որ գնան ԿՊ-ի օգտին քվեարկեն, այս անգամ ոչ քրական գործերը, ոչ հետապնդումները, ոչ ձերբակալությունները, ոչ համատարած տերորը, ոչ Facebook-ի սահմանափակումները, ոչ մի բանը չկարողացան ազդեն այնքան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստանա իր համար այդքան բաղձալի ձայները։ Ու այս պահին Նիկոլի աթոռը անհամեմատ ավելի թույլ է, ավելի ճաքած է, ավելի խարխուլ է, ավելի օդում է կախված, քան երբևիցե եղել է 2018 թվականից ի վեր։ Դու համաձայն ես դրա հետ։ Համաձայն եմ։ Մի երկու բան էլ ես ավելացնեմ։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ պատերազմի եւ պարտության այդ սինդրոմը վախի հայ ժողովուրդը հաղթահարել է։ 21 թվին մարդիկ վախի սինդրոմի ազդեցության տակ գնացին, նաև ձայն տվեցին։ Դա Արցախի կորուստն էլ է դրանով նպաստել էլի։ Հայ ժողովուրդը, հայ հասարակությունը, Հայաստանի հասարակությունը, որի մեջ մտնում են նաև այլ ազգեր, էլի, մենք հայ ենք ասում, ես անընդհատ ինձ բռնացնում եմ այդ մտքի վրա, որ սխալ է հայ ասել, որովհետև ի վերջո 2, 3 կամ 4% կան Հայաստանի հասարակությունը հաղթահարել է այդ վախի սինդրոմը։ Հայ հասարակությունը չի ուզում Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ Արմեն Գրիգորյանի, Ռուբեն Ռուբինյանի, Մարիա Կարապետյանի եւ մյուսների նման դառնա թուրքաստրուկ, ադրբեջանահպատակ, հայ ժողովուրդը իր քվեարկությամբ, իր ընտրությամբ ցույց տվեց, որ մենք խիզախ ենք։ Հիմա Հայաստանում կա անդիմություն, որը կարա եւ process գեներացնի, որի արդյունքը կարա լինի այս իշխանության հեռացումը։ Երբ որ ընդդիմությունը եւ հասարակությունը համատեղ պայքարում են, դա հաստատ արդյունք է ունենում։ Այ մարդ մի 100 դրամանոց բանի երթուղայինների հարցը կարողացան ժամանակին լուծել, թվում էր թե անհնարին իրավիճակ էր։ Այս երկրում հնարավոր է բանի հասարակության միջամտությամբ իրավիճակ փոխել։ Նիկոլը ինչքան էլ բռնապետ չլինի, իր իշխանությունը տենց անծայրածիր ու անվերջ չի, էլի, ու ինձ թվում է իր այս հիստերիկ վիճակը դրանով է պայմանավորված։ Այդ որ տենց մտնում ազգային ժողովում գոռում, ճովում։ Այն որ ասում է հեղափոխություն արեք, հեղափոխությունը, դե ինքը Իրան թվում է որ շուտ ասի չեն անի։ Չէ, չէ։ Կամ կմտածեն որ մի բան ինքը ասում է, ես ադրբեջանական հպատակ եմ։ Ես արդեն գնացել եմ, Ալիևի հպատակ եմ դարձել։ Եթե դուք կարակ մի ձևից փրկեք, եկեք օգնեք։ Դուք չեք ուզում հպատակ լնեք։ Ախպեր դուք գնացեք հեղափոխություն արեք։ Ձեր երկիրը մեր երկիրը, դե Իրանը չի, ես ինքը իր բառերով որ ասենք, ձեր երկիրը ազատագրեք թուրքական հպատակությունից։ Ես հպատակ եմ, վերջ, ես կոնչնի վերջացած հպատակ եմ։ Ես չեմ կարա Ալիևին չի ասեմ։ Արմեն Գրիգորյանը Ալիևին, Հիկմետ Հաջիևին չի կարա, պետք է խելոք գնաց հենց այն որ ասում են ինչեր ժպտում։ Պետք է ժպտա, բա ի՞նչ է, պետք է որ դու տիրոջը տենում ես, կարող է ասենք, հիմա պատկերացրու, հա, մռութ ես անում։ Վերադասին գնաց այնպես բան դեն եկը բռնի գործից կազատի ասենք օֆիցիանտը գա ռեստորանի տերը գա օֆիցիանտը գա ասենք այս օֆիցիանտը ինչ որ բան անի ասենց շեֆին տենա դժգոհ դեմքով կասի ախպեր չհասկացանք այս ինչ վիճակ է գող չես հա ինչ գրի ռադքաշի հա ասում են ոնց բանը Բաքվի բանտերի հետ Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը ինչ կապ ունեն։ Ինչ կապ ունեն։ Մարդիկ ասում են, չի ամանչում, հետը քայլում է։ Ինչից ամանչի։
Ինչի՞ց իրագործնել է դա։ Չէ, վերադասից մարդ է եկել, նա ոնց կարող է այդ մարդու նկատմամբ ուրիշ վերաբերմունք։ Նա պետք է ծիծաղա, բան, ցույց տա, որ շատ ուրախ է, բանա որ վերադասը գող գնա։ Ասենք այնքան պրիմիտիվ բաներից են մարդիկ, իբր թե բան է, էլի, դժգոհում են, էլի։ Այդ մարդկանցից ուրիշ ակնկալիք չի կարելի ունենալ, զառա։ Համաձայն եմ։ Մի խոսքով այս անգամ ավելի լավ անհամեմատ քան նախորդ ընտրությունների ժամանակ ու ես քեզ ասեմ դեռ ես հույսս չեմ կորցրել որ շատ ավելի արագ է լինելու քան մի տարի անց է էլի դե մի տարի անցը вообще հույս ունեմ բայց ավելի արագին հույս էլ ունեմ ասա որ Մեր հասարակությունը խիզախ է այո եւ ըմբոստ է եւ ըմբոստ է այո այն մարդիկ ովքեր մտածում էին որ պետքա շատ արագ լինի իհարկե բոլորս էլ ուզում ենք որ շատ արագ լինի բայց պետքա մտածել, որ պայքարը շարունակվում է։ Մի հատ ֆիլմ կար, որի կարգախոսը այդ ֆիլմի հերոսի քանի դեռ մենք ապրում ենք, մենք պետքա պայքարենք։ Շատ բան է, տրիվիալ է թվում, շատ պրիմիտիվ է թվում, բայց տենց է։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ, այս ուրախ նոտայի վրա առաջարկում եմ այսօր մեր հետևորդներին հրաժեշտ տանք, խոստանանք, որ մյուս շաբաթ կապ չունի քանի աստիճան շոկ կլինի ես քաղաքում մենք կգանք էլի այս տաղավարում կփորձենք հասկանանք ինչ է կատարվել կարող արդեն համատական դատարանի որոշումը լինի հա թե չեմ կարծում մի քիչ ավելի երկար կտևի ամեն դեպքում ինձ թվում է ինչ որ զարգացումներ կլինեն այս ընթացքում մենակ հոգու պալիկով նկար չեն դնելու մարդիկ որովհետև ես նայում նախանձում եմ էլի ասես ոնց կարելի է իսկ դուք մեզ մեկնաբանություններ գրեք կարող եք նաև այս տեսանյութը տարածել լայքել ու բաժանորդագրվել եթե դեռ չեք արել շնորհակալ եմ հաջողություն մեկնաբանություններ գրեք, բայց ոչ հուսահատ։ Այո, համաձայն եմ։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։